Վերևի պատմության ընթացքում շրջության առաջին անգամ ինտերնետը ինքը իր վիդեոների հաշվին հնարավորություն ունելու նոր շրջություն վարչապետ ռեանիմոբիլ է Դեֆիբրիլյատորն է, վարչապետ, կարդիոմոնիտորն է, նա թոքի արհեստական օդափոխության սարքարումն է, հիմնականում կարող դերավեցի վարումներու, զանգետակից վիճակների, տեսակը ինձ հիմնականում սնվետատարանում ինքը, որ թոքի արհեստական օդափոխության սարքարումի ողջ պատկարակն է, վանոցի գլխի ֆիքսատորով, եկելու սովորական պատկարակն է, վակումային մոբիլիզացիոն մեկնակա բազմաթիվ օգտագործելով հիվանդներին որևէ մեքենայում չենք ունեցել միշտ, վարչապետ ու միշտ ունենք դժգոհություն այս ինքը աստիճանքը այն հիվանդները, որոնք որ պետք է նստացնենք ու ինքը շատ հետաքրքիր ֆունկցիա ունի։ Այդ բան վարչապետ, ինքը հեսա այսինքն մինչև 150-200 կիլոգրամ կարողանում է տանի, որևէ ուժ չեմ կիրառում, ինքը ավտոմատ ու բոլոր մեքենաները այս սարքավորումով հատուցած են։ Բոլոր մեքենաները 3 տարի ամբողջությամբ սպասարկվելու է կազմակերպության կողմից, այսինքն որևէ մրցույթ չհայտարարվելու մեքենայի սպասարկման հետ կապված։ Երևանի շտապ օգնությունը քանի մեքենա է։ Այս բանի, ոգի մեջ թեթան 60 մեքենա ունենք, քանից ունենք։ Նայեք, սենց է, հիմա այս բան կանչերը ծննդան ամիսային, եթե շատանում է, մինչև 53 բրիգադ սարքում։ Կանչերի փչացման հետ կապված իջացնում ենք, այսինքն ճկուն նկատում եմ բոլորը սարքին վիճակում են։ Հա, հիմնականում բոլորը սարքին վիճակում են։ Բոլորը սարքին վիճակում։ Նկատում եմ հիմա ինչքան է օբյեկտիվ պահանջարկը եւ ինչքան մեքենա կա աշխատող։ Միջինում 50 մեքենան ունենք։ հա միանշանակ ունենք, դες չի նոր մենք պակասներ բարձրացած չունենք։ Հիմա փաստացի թարմացում Բոլոր մեքենաները ձեռքաբերվեն լիզինգով, կառավարությունը ծրագիրում 10%-ը մարելու է տոկոսի, բայց ես նշեմ, որ այս մեքենաների ամբողջ գումարի չափով 250 միլիոն դրամ ընկերությունը ավանդադրած գումար ունի։ Այսինքն մենք այդ գումարը ավանդ եք դրել, վերջած տոկոսները մայր գումարն եք մարելու, կառավարությունը լավ ծրագիր ունի, լիզինգի 10%-ը մարելու է, մենք էլ հետագայում սա արդեն շահութաբերության հաշվ։ Այս զորեն կառավարման կենտրոնն է, ամբողջ հանրապետությունի զանգեր ստանում ենք, որվա հետևածքով ստանում ենք մոտ այս պահին, այս տարի մոտ 1800 կանչ, հիմնականում այսօրին 2000-2200 կանչ ենք ստանում զանգ, այս տարի փոքր-ինչ նվազել է, ոնց որ նշեցի, կանչերի 25%-ը հանրապետության տարբեր մարզերից այլնում զանգի, մնացածը Երևան։ Հիմա երկու կապ ունենք, խափանման դեպքում ավտոմատ միանում մյուսը, կոչվում է ԵՄ կապով, ինքը թվային կապ է։ Բաց թողած զանգեր ընդհանրապես չենք ունենում։ Հիմա մենք ինչ որոշեցինք զանգերը կենտրոնացնել։ Այո, օպերատիվ կառավարման կենտրոնը կգտնվում, մենք մեքենաների պրոցեսը սկսել ենք։ Հիմա մեր հիմնական պրակտիկ խնդիրը, որ մենք ուզում ենք լուծել, այդ շտապումության սահմանագծումը վերացնել։ Այո։ Իրականքը մի ընդհանուր համակարգը ավելի համեն դեպս կանխավարկածներն ավարտենց ավելի հասանելի կլինի մարդկանց եւ որակյալ կլինի ծառայությունը, մի ժամանակ մոնիտորինգ կանենք, տեսնենք մեկ զրույցը հաստատի ամբողջ հանրապետությունով հասանելի է։ Այսինքն մեկ զրույցը զանգելի գալիս է այստեղ զանգը, այստեղից գնում է արդեն դա։ Հիմա այս ամբողջ կենտրոնը տեղափոխվում առողջապահ Եվ կլինի, հա, բոլորը կզանգեն 103։ Մենք պետք է ավելի լավ, այդ նախարարությունը պետք է ավելի լավ տեխնիկա։ Մենք այդպես էլ, այո։ Ամեն ինչով պետք է բանը։ Պարոն վարչապետ, մի հատ ուրիշ գործիք ենք հիմա ներդնում, որ քաղաքացին զանգելով 103, եթե ինքը չի կարող կողմնորոշվի, թե ինքը որտեղ է գտնվում, մենք իրան կարճ հաղորդագրություն ենք ուղարկում, ինքը ընդհանրապես սխմելով այդ կարճ հաղորդագրության վրա մենք իրան ավտոմատ արդեն տեսնում ենք, թե ինքը որտեղ է։ Սարերում կլինի, ձորերում կլինի, մենք իրան կգտնենք արդեն քարտեզի վրա կոնկրետ տեղը իրա կտեսնենք։ Շատ լավ, դե չխնդար ենք